ազատեք արևից դուրս գա։ Կարող եք պարոն նախագահ իրեն ներկել, այստեղ հարմար է, կանգնել է մի փոքր ներշև է ձերքուշ։ Պարոն նախագահ մի հարցադրում։ Քոչարյանի անսուլիսին անդրադառնալը, որովհետև հիմնական թեզերը կարծեք ձեր անվան շուրջ էին պտտվում 2018-ին զանգել է 21-ին, ասում է, որ դուք չեք խնդրել, իրենք չեն խնդրել, որ դուք մասնակցեք ընտրությունների, վերջո այդ ասուլիսը ում համար էր, ինչի մասին էր։ Ես ինչու պետք է ենթադրություններ անեմ, թե մեկ այլ քաղաքական գործչի ասուլիս ում համար էր, երևի հանրության համար էր։ Ես խնդրում եմ, իրար դուք մի խանգարեք, Փառք Աստծո, դատական նիստը վաղ ավարտվեց եւ ես ձեր տրամադրության տակ եմ, ինչի՞ եք իրարից։ Հրաշալի է, հիմա զանգել է պարոն։ Իրենք ձեզ խնդրել են մասնակցել 2021-ին եւ զանգահարել է ձեզ արդյոք թե ոչ։ Ես ընդհանրապես հակված չեմ անձնական խոսակցություններ, անձնական զրույցները հրապարակայնացնել։ Զանգ եղել է, բայց դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել։ Ինչքան առաջ, որտեղ ասում եք տևական ժամանակ չեք շփվում։ Ինքը նկատի ուներ, կարծում եմ նկատի ուներ այսօրվա պարագան, բայց 18 թվականին այդպես չէր։ Ամենայն դեպս այդ մանրամասները ինչ հետաքրքիր է։ Ես մի բան կարող եմ հստակ ասել, որ ցանկացած մանրամասն, ցանկացած ձեզ հետաքրքրող փոքրիկ հարց, ես կարող եմ բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ ես նպատակահարմար համարեմ։ 21 թվականի վերաբերյալ հարցը։ Այդ ուր է շտապում։ Իրար հետ ենք շտապում, բացավաստի մեջ։ Պետք չի։ Իմ լեքսիկոնը։ Ու կարծում եմ երևի մի 10-15 տարի հետևում էր։ Երբեք լսել եք այդպիսի բան, կոնտրոլի տակ։ Ես չունեմ այդպիսի բան։ Այդպիսի բառապաշար։ Լավ, արդեն 21 թվականի դրվագի մասին, պարոն նախագահ։ Ձեր թույլտվությամբ, պարոն նախագահ, առաջին Ատյանի դատարանում եւ ձեր դեմ առաջին քրեական գործահարուցել, դուք այդ գործով արդարացվեցիք դատարանում, բայց փաստացի ճակատագրական եղավ ձեր արդարացումը դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ։ Այս դատարանից ինչ կանխատեսումներ ունեք, պարոն նախագահ։ Կանխատեսումներ անել էլ իմ գործը չի, բայց ես հույս ունեմ, որ այս դատարաններ մանրամասն կքննի և կհամոզվի մեղադրանքի աբսուրդային լինելու մեջ։ Պարոն Սարգսյան, որքան էլ դուք փորձեք մանրամասներ չասել, ամեն դեպքում հրապարակում արդեն կա այն մասին, որ 18-ի ապրիլին Ռոբերտ Քոչարյանը ձեզ զանգահարել է եւ դուք վստահեցրել եք նրան, որ ամեն ինչ նորմալ է։ Հիմա դուք վերահսկողություն կասեք, կոնտրոլ կասեք, ամեն դեպքում ասած, որ հանգիստ վստահեցրել եք, որ ամեն ինչ նորմալ է։ Եվ հարցը այսպես բարձրաձայնել նա, որ արդյոք պետական կառույցները ձեզ չեն ասել, ձեզ չեն զգուշացնել, տվյալներ չեն տվել, որ իսկապես երկում այլ իրավիճակ է։ Չեն զգուշացնել։ Գիտեք, կարող է հրապարակը ձեզ համար աստվածաշունչ է, ինձ համար աստվածաշունչ չի։ Հրապարակը գրել է եւ դուք դրան հավատացել եք։ Ես հրապարակում չեմ եկել։ Ինքը Ռոբերտ Քոչարյանն է հրապարակ ասեց, ձայնագրությունը կլսեք։ Լավ։ Ես ձեզ խնդրում եմ 18 թվականի մասով ինձ հարցեր մի ուղղեք, գնացեք եւ դիտեք, եթե չեք դիտել իմ հարցազրույցները 18 թվականի մասին, ժամերով խոսել եմ, դրանից ավել բան ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում, որպեսզի մարդիկ նաև հնարավորություն ունենան հարցեր տալու եւ ուղղորդված, չուղղորդված, այլ որ նպատակահարմար։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը արդյոք միայն ընտրություններն են, թե այլ ճանապարհներ եւս կան։ Ես կարծում եմ ձեր հարցը հռետորական է, որովհետեւ
Արդեն բոլորը գիտեք, գոնե դուք գիտեք, որ մենք այդ impeachment-ին սատարում ենք կողմ ենք։ Բայց այդ լուրջ գլխավորածին մեղադրում են։ Անվստահության գործընթացը լուրջ Տապալում եք impeachment-ը։ Ներողություն, բայց դուք սահմանադրության մեջ գրված հոդվածին անլուրջությամբ եք վերաբերվում։ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին։ Պարոն Սարգսյան, եթե Հայաստան դաշինքի Մենք ինչ իրավունքով ենք էլի դա անլրջացնում։ Այսինքն 21 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ է, որ հաղթելու ենք, իսկ impeachment անելը անլուրջ է։ Քպականների հետ աշխատանք տարվել է։ Քպականների հետ աշխատանք տարվել է։ Ես ձեզ խնդրում եմ, որտեղ դուք ուղղակի պարտավոր եք էլի քաղաքական process-ների մասին դետալ առ դետալ իմանալ։ Ես ձեզ խնդրում եմ, հանդիպեք նախաձեռնողների հետ եւ մանրամասն ձեզ կբացատրեն, թե որ փուլում են իրանք հարմար գտնում քպականների հետ բացատրական աշխատանք վարելու։ Երբ են իրենք ենթադրում այդ փաստաթուղթը մուտքագրելու ազգային ժողով, որպեսզի ներառվի դա օրակարգի մեջ եւ ընդհանրապես process-ը ինչպես են իրենք պատկերացնում։ Մարուկյանի տեխնացիոնը մերժում եք դուք եք առաջ։ Պատճառը շատ պարզ է եւ եթե ձեզ թվում է, որ ես արդեն 7 տարի հայտարարում եմ, որ մենք իշխանություն չենք ուզում, դրանով ինքներս մեզ ավելի օգուտ ենք տալիս, ոչ, վնաս ենք տալիս, պարզ է, որ ցանկացած միջոցառման, ցանկացած ընտրական process-ի մարդկանց մեծ մասը գնում է դեպի այն ուղղությունը, որտեղից կարելի է շահ ունենալ, այսինքն որտեղ կարելի է ներառվել։ Մի շատ պարզ պատճառով ենք դա ասում, որովհետև մենք ի տարբերություն շատ շատերի գիտակցում ենք, որ եթե մենք տեխնացու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ԿՊ-ի կողմից է լինելու, շատ պարզ է, չէ՞։ Ավելի մեծ հակադրություն է։ Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք Հայաստանում իշխանապահություն։ Իսկ Հայաստան դաշինքի առաջադրած տեխնացուի մասով դիմադրություն չի լինի։ Ես չգիտեմ, չէ։ Օրինակ, եթե Քոչարյանին առաջադրեն կամ Քոչարյանի որդուն կամ իրենց մերձավոր շրջապատից որևէ մեկին, պատիվ ունեմ խմբակցությունը կմիանա եւ նորմալ կընդունի այս տեխնացիան։ Լուրերին լավ չես հետևում, որովհետեւ պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը այդ մասին հայտարարություն արել եւ շատ պատասխան են քննարկել։ Այդ մասով ոչ։ Հակառակություն կառաջանա, եթե Քոչարյանի թիմակիցները ձեր ասած։ Ոչ ես այդ հարցին պատասխանեցի։ Հայկ Մանուկյանյան կանգնած է, խնդրեք թող իբր։ Պարոն նախագահ, ամեն դեպքում 2018 թվականին, ինչպես 2018-ին, այնպես էլ այս օրերին տպավորություն է, որ ինչ-ինչ ուժեր, այդ թվում ներընդդիմադի շահագրգռված են ձեզ, այսպես ասած, թիրախավորելով։ Ինչու, ինչն է իրենց նպատակը այս պահին։ Ռեսուրս եք ներկայացնում, ուժ եք ներկայացնում, թե այլ հանգամանքներ։ Ես կարծում եմ դա 18 թվականից չի սկսվել այդ process-ը եւ ուշադրությամբ դիտել եք կամ ընթերցել եք երկրորդ նախագահի հարցազրույցը, ինքը այնտեղ ասում է, որ այդ process-ը գոնե իրենց իր կողմից սկսվել է 2008-ից հետո։ Այնպես որ 18-ին ինչ կապ ունի դրախավորելու process-ը։ Իդեպ նույնը նաև իրենց կողմից է ներողություն հարուցա շրջանում։ Վստահության երկրորդ նախագահի եւ երկրորդ նախագահի թիմակիցները կարծես թե ձեզ են մեղադրում Նիկոլ Փաշինյանի իշխանություն բերելու համար։ Հիմա այս դուք այդ մեղքը, այսպես ասեմ, հա, ընդունում եք թե չէ, կամ այս տարիների հերվից որ նայում եք իսկապես դուք կարող եք այդ ամենի դեմն առնել, չի ստացվել եւ ինչու են
ով է բերել Նիկոլին։ Ինչու է այդ հարցը հիմա դարձել ակտուալ եւ ինչ կտա դրա պատասխանը։ Իմ գործընկերոջը լրացնեմ, պարոն նախագահ։ Մի լրացրեք, որովհետև ես ասացի, որ 18 թվականի մասին ես հիմա չեմ խոսել, տևական ժամանակ չեմ Ուղղակի հարություն ասում եմ Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի ձեր փեսայի մարդն էր, եղել է աջակցություն իր կողմից, բայց հետագայում ըստ էության այդ կոնտրոլից դուրս եկել։ Եղել է աջակցություն թե ոչ կանոն։ Ինչքան ուզում եք սադրեք, ես 18 թվականի մասին այլևս չեմ խոսել։ Ինչ ուզում եք արեք։ Ուզում եք դուք էլ հիմա բարձրաձայն գոռացեք, որ ես եմ բերել։ Խնդրել եմ որ գա, օգնել եմ որ գա։ Ուզում եք ասեմ, այդ պարագայում ես մազոխիստ եմ, էլի։ Իհարկե, ուզել եմ որ գա։ Ձեզ համար պարզ է, թե ինչու ձեզ մերժեցին, բայց 18 թվի մերժեցին ձեզ, բայց նստեցին Քոչարյանին։ Այդ հարցը իրենց մոտ առաջանում է, ասում է, հիմա էլ էլի թիրախավորել են իրենք հավաքել։ Այսինքն, կարծում եմ դու եւ այդ թիրախավորողները ուրախ կլինեիք, հա, որ ես եմ նստածել։ Ես որևէ մեկի բանտարկությամբ ուրախ չեմ, հատկապես եթե չգիտեմ մեղադրանքը։ Բա ինչու ես այդպեսի հարցեր տալիս, վայ ջան։ Իսկ այսինքն ինչա, մեծ հերոսություն է մի տարի նստելը։ Բա իմ գործընկերները որ նստած են, տարիներով նստել են, Արմեն Աշոտյան երևի արդեն 2 տարին անցնում է, այդ որ ես տարիներով դատարանի դռներին քարշ եմ գալիս, այսինքն այդ ինձ ինչա, իշխանությունները ինձ ռեկլամ են անում։ Ինչու Արմեն Աշոտյանն է նստած, ի վերջո ձեր դեմ են պայքարում այդ մարդիկ, մարդիկ հարցնում են, Սերժ Սարգսյանի դեմ եք պայքարում, մեղավոր Արմեն Աշոտյանն է։ Բայց դա ինչու ես ինձ հարցում, դու հնարավորություն ունես այդ հարցը տալ այն մարդկանց, ովքեր այդ process-ները կառավարում են։ Ձեր թիմակիցներից շատ են Պարոն նախագահ, քանի որ Հայաստանի իշխանությունները պարոն նախագահ չեն արձագանքում Ալիևին, խուսափում են Ալիևին արձագանքելուց, հիմա Ալիևը հերթական պահանջների լեզվով է խոսել Արևմտյան Ադրբեջանի մասին, Արևմտյան Ադրբեջանի բնակիչների վերաբնակեցման մասին, ինչու արձագանքներ չկան Հայաստանի Հանրապետությունից եւ այդ կեղծ թեզերը ինչու չեն կանխվում այսօր։ Ես չգիտեմ, ես չեմ կարող ենթադրել թե ինչու Հայաստանի Հանրապետության կառավարիչները չեն արձագանքում։ Մի բան կարող եմ ենթադրել, որ չեն արձագանքում, որպեսզի մեղմեն երևի հարևան երկրի նախագահի զայրույթը կամ դուր գան, որպեսզի նա ինչ որ, ինչ ասեմ, բարի գործեր անի իրենց համար։ Ինչ գործեր։ Դե ինչ գործեր, չգիտեմ։ Երևի իրանք ուզում են ինչ-որ համաձայնագիր ստորագրել, որի մասին հանրությունում տեղյակ չի։ Իմիջիայլոց, երբ խոսում ենք impeachment-ի մասին, ձեզ որ ինչ է հետաքրում, բա ինչու է մեր դիրքորոշումը այդպիսին։ Նախ ասեմ հետևյալը, որ 2021 թվականին ես երբեք եւ որևէ տեղ չեմ ասել, որ մենք չենք գնալու ընտրությունների։ Այո, ես դեմ եմ եղել ընտրություններին, բայց ոչ թե դա փաստարկելով որպես ընտրությունները լեգիտիմացնելու քայլ, այլ ես շատ հստակ ասել եմ, որ ես խորապես համոզված եմ եւ իմ այդ համոզմունքը հիմնված է քաղաքական դաշտ եւ ժողովրդի տրամադրությունները ուսումնասիրելու վրա, որ միանշանակ այսօրվա կառավարիչը հաղթելու է այդ ընտրություններում, հաղթելու է եւ դառնալու ենք մենք մասնակիցը կապիտուլյացիայի լեգիտիմացման եւ միջազգային հանրությունը մեզ հայ ժողովրդին մեղադրելու է այդ կապիտուլյացիայի համար, ասելու է, որ ժողովուրդը թեև կապիտուլացվել է Հայաստանը, բայց վստահում է այսօրվա կառավարիչին։ Ինչ եւ տեղի ունեցավ։ Մի տարուկես եւ մեր դաշնակիցները եւ մեր գործընկերները դրա վրա են հողում կատարում։ Հիմա եթե սխալ եմ ես կանխատեսել, ասեք սխալ եմ կանխատեսել։ Ես խնդրում եմ մի 3 ականջել ինձ տվեք, որպեսզի կարողանամ այդ բաները լսել։ 26-ին կան նույն համոզմունքը, որ Փաշինյանը անցնելու է։ Եվ ինչ ճանապարհ եք տեսնում Փաշինյանի իշխանությունը։ Թույլ տվեք շարունակեմ։ Հիմա մենք ասում ենք պաշտպանում ենք impeachment-ը, ելնելով հետևյալ հանգամանքներից։ Մենք
այսինքն ես նկատի ունեմ հավաքական ընդդիմությունը, առնվազն 5 տարի հայտարարում ենք, որ այսօրվա կառավարիչների մեկ օր ավել մնալը իշխանության վնասում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Այդպես է, թե այդպես չի, ասել ենք, թե չենք ասել։ Խնդրում եմ, ասեք, եթե չենք ասել, ասեք, չեք ասել, ասել ենք։ Իսկ այդ ինչ պատահեց, որ հիմա էլ ասում ենք, չէ, մի տարի սպասենք, մինչև ընտրությունները գա։ Իրատեսական Լավ։ Ես ասացի, 21 ընտրությունները շատ իրատեսական էին, ես իրատեսական չի, 21 եւ երկրորդ։ Դուք չէ, բայց իմ տարիքի մարդիկ գիտեն, որ բազմաթիվ են եղել դեպքերը նորագույն պատմության մեջ, որ մենք գնացել ենք իրադարձությունների, որոնք շատ-շատերի կարծիքով հավանական չէին, բայց հաջողությամբ է հասակվել։ Բայց խնդիրը դրանում չի։ Այսինքն կարծում եք ԿՊ-ից կմիանան հայ 18 հոգի։ Ախր թույլ չեք տալիս պատասխանեն ձեր իսկ հարցին, էլի թույլ տվեք խնդրում եմ։ Հիմա մենք կոնկրետ ես ինչ եմ կարծում։ Եկեք այս հարցին նաև երկխոսությամբ փորձենք պատասխանել, էլի։ Ինչ եք կարծում։ Հնարավոր է այս մի տարվա ընթացքում այսօրվա Հայաստանի կառավարիչները կատարեն մի քայլ, որը շատերի համոզման, չեմ ասում բոլորի, վնասակար կլինի Հայաստանի համար։ Օրինակ, կարող է մի քանի ամիս հետո այս կառավարիչները մի թուղթ ստորագրեն եւ ասեն Հայաստանից հանում ենք ռուսական սահմանապահներին, Հայաստանից հանում ենք ռուսական բազան։ Մեր անվտանգությունը արդյոք դրանով կամրապնդվի։ Սա մի հանգամանք, դուք հատկապես դուք կարող եք դա քիչ հավանական համարել, չէ՞, բայց ավելի լավ, ուրեմն ես ճիշտ ճշմարտություն եմ ուրեմն ես ասում։ Իրանք Արցախ են հանձնել, Պակիստան, ու ոչինչ տեղի չի ունեցել հետո։ Այդ մեկ, դա հենց այդ եմ ասում, որ տեղի չի ունենալու։ Վայ, ուշադիր է տեղի խնդրում եմ ասածից։ Երկրորդ, լավ, դա ուրիշները, ոչ այստեղ հավաքված լրագրողները կարող են համարել քիչ հավանական։ Իսկ ինչ է կարծում, ավելի շատ հավանական է, թե հավանական չի, որ տեսանել է ապագայում, այսինքն ամիսների ընթացքում այս կառավարիչները այդ ստորագրեն իրենց ասած խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ ավելի հավանական է, չէ՞ որ դա կանեն։ Իսկ մենք գիտենք ինչ է այդ համաձայնագրում գրած։ Չգիտենք որևէ մեկս, ճիշտ է։ Իսկ հավանականությունը շատ է թե քիչ, որ այդ համաձայնագրում Հայաստանի համար բացասական ավելի շատ կլինի, քան դրականը։ Հավանական է, չէ՞։ Իսկ լավ, եթե այդպես է, դե ստորագրելուց հետո նույնիսկ եղան ընտրություններ եւ ընդդիմությունը հաղթեց։ Ընդդիմությունը կարողանալու է շատ հեշտ ճանապարհով այդ համաձայնագիրը իջիկ դարձնել։ Բայց հետո դրանից հետո ինքներս մեզ չենք մեղադրելու, այս մի տարյան գործության մատնվեցինք, մենակ սկսեցինք քննադատել սրանց։ 7 տարի է մեղադրում, պարոն Սարգսյան, 7 տարի, պատեսնում եք, շնորհակալ եմ համաձայն լինելու եւ ներողություն, միգուցե այս կետն էլ դուք քիչ հավանական համարեք, բայց կարծում եմ, որ հավանական է, չէ, որ 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս հետո Հայաստանի հատվածից էլ ինչ որ մի հատված փոխանցվի Ադրբեջանին, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշում։ Եվ եթե փոխանցվի Ադրբեջանին, ապա լավ, էլի հաղթեցինք, ընդդիմությունը հաղթեց կամ մենք կարողանալու ենք դա ետ վերադարձնել։ Այսինքն դա լինելու է, չէ՞, ոնց են ասում, Էդոն Շարմազանով շատ ավելի լավ գիտի, կազուս բելի են ոնց որ դրան ասում, դա հիմնավոր պատճառ կլինի, չէ՞, եթե մենք փորձենք դա ետ վերադառնել ու Ադրբեջանը մեզ հետ, բայց ինչ ենք անելու էլի, ասել ենք դե ոչինչ, ջհանդամը, Ղարաբաղը հանձնեցինք
Արցախը տվեցինք, Հայաստանից տարածքներ տվեցինք, դե դրանց համեմատ ինչ է մի հատ անկլավ է, դե տանք պրծնենք, էլի մենակ իշխանապողություն լինի, ես համաձայն չեմ այդ տեսակետին, այ մեր հիմնավորումները դա է, որ մենք ասում ենք փորձենք, Եթե չստացվի, պարոն Սարգսյան, Թող չստացվի, բայց դա ինչ է։ Ես ասեմ հետևյալը։ Կարծում եմ, գոնե այս վերջին ամսվա ընթացքում շատ ուշադիր եք եղել բոլոր հայտարարություններին, եւ հայտարարություններից մեկը վերաբերում էր նրան, որ նախորդ բոլոր շարժումները իրենք են համակարգել։ Այսինքն մենք էլ տենց կողքից բան ենք եղել, էլի, հարսանքավոր ենք եղել, իրանք քավորն են եղել, մենք էլ հարսանքավոր ենք եղել։ Դե եթե իրանք կուզենան քավորությունը շարունակել, կառաջարկեն փողոցային պայքար, մենք պատկանում հիմա ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի միջև հակասությունն է ավելի շատ մեծ, թե ցանկությունը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Ինչու ի վերջո այդ հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվում։ Ես կարծում եմ ձեր հարցիատերը ուրիշ է։ Դուք արդեն կասկածում եք, որ ես քանի անգամ հայտարարել, որ ես նպատակ չունեմ եւ իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու։ Մեր նպատակը իշխանափոխությունն է։ Իսկ եթե ազնապես ես երկու կարևոր նպատակ եմ տեսնում ինձ համար։ Առաջին նպատակը իշխանափոխություն, երկրորդ նպատակը իմ ընկերների վերադարձը Բաքվի բանկի։ Ես ուրիշ ոչինչ բան չեմ ուզում։ Ով ինչ ուզում է, թող ամբողջովին վերցնում։ Քոչյանը դեմ չէ ստանձնել։ Հիշեցիք, թե ինչ է հավանական այս ամբողջ ընթացքում, այդպես ասեցիք։ Հիմա խորհրդանու մեծությամբ երկրորդ ընդդիմություն ասում է իր այդ փաստարկների մեջ նշել էր նաև այն, որ իսկ կարող են ապահովել իշխող քաղաքացիական պայմանագրից այն անհրաժեշտ քանակը, որը պետք է միանա այդ նախագծին եւ կարողանան ընդունել ու հաստատել։ Հիմա այսինքն դուք հավանական եք համարում, որ ԿՊ-ից կմիանան այդ 18 падգամավորը եւ կընդունվի այդ նախագիծը։ Եթե ես սատարում եմ, եթե մենք իմ ընկերներով, իմ համախոհները սատարում ենք այդ շարժմանը, ապա այդ տարբերակը մենք չենք բացառում։ Իսկ այդ ով է երաշխավորել, որ չի լինելու դա։ Դա ընդհանրապես ենթադրություն է, չէ՞, ասում են գնացեք ԿՊ-ին համոզեք, հետո մենք էլ դրանք։ Դե բայց եթե մենք ԿՊ-ին ամբողջովին համոզենք, այդ ուրիշները ինչի են պետք, էլի չեմ հասկանում։ Անհասկանալի է։ Բացի դրանից, ես խնդրում եմ մեր, այսպես ասեմ, տարակարծությունները չսրել։ Մարդիկ ասել են, գնացեք 8 ստորագրություն բերեք, մենք մեր 28 տալու ենք։ Ես չեմ կարծում, որ իրենց խոսքից հրաժարվելու են։ Ընթացքին հետևեք, ուշադիր հետևեք, ինչպես իմ ընկերներից մեկն է ասում, ուշադիր, շատ ուշադիր, ու հետո կտեսնեք դեպքերի ընթացքը։ Հիմա տեխնացու կար, բայց այդ 8 ստորագրությունը Մարոկյանը մեռավ ամեն օր ասելով, որ եկեք միացեք։ Հենա, զանգում է պարոն Մամեջանյանին։ Հարցնեմ երբ է ուղարկավորությունը։ Ինչ է նշանակում մեռա։ Նկատում եմ ջանքեր գործադրում։ Ինչքան ուզում է թող գործադրի։ Ինչքան ուզում է թող գործադրի։ Ես ներողություն, իրար դուք մի խանգարեք։ Ես ասեցի, որ մեր խմբակցությունը հայտարարություն արել։ Խնդրում եմ այդ հայտարարությունը նայեք, տեսեք, արդյոք այդ հայտարարությունը խոստանում էր կամ կանխատեսում էր կամ ինչ որ մեկին հնարավորություն էր տալիս մտածելու, որ եթե ինչ որ մեկին առաջադրեն, այդ խմբակցությունը սատարելու է։ Տենց բան չի եղել, չէ՞։ Խմբակցությունը ասել է քննարկելու են, քննարկել է եւ իր կարծիքը տեխնացուի մասին հայտնել է։ Ախր շատ բարդ process է։ Եթե ուզում եք Նիկոլին հեռացնեք, նա տեխնացու կա, հազիվ շանս է առաջացելու։ Մարուխյանին համալուրը կլասիկ պատգամավոր։ Հիմա այդ կլասիկին դեմ եք, ինչ չափանիշներ պիտի ունենա։ Մոդեռն տեխնացու։ Ախր չափանիշը պետք է լինի նվազագույն բաներ, ես չեմ ասում հիմա իմ մոտ գրած է թե ինչ չափանիշներ, բայց մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին կամ սատարել նույնիսկ փողոցով, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել։ Հասկացել է, որ սխալ է։ Դու թող հանգիստ նստի էլի, որ մենք իրան չենք տանում դատում։
Մենք ասում ենք, որ դու չես կարող, որտեղ մենք տեսել ենք քո գործելավոճը։ Ուրիշ ինչ են ասել ես մարդ։ Իսկ եթե Քոչարյանի թիմից լինի, պարոն Սարգսյան, Սամվել Քոչարյանը պատրաստ եք ընդունել իրենց։ Այո։ Իրենց իշխանությունը, իրենց միայն թե Նիկոլա Այո։ Բայց հենց Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության։ Ուզում գա։ Ով ուզում գա։ Այսինքն նույն դուք կասկածում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող ավելի վատը լինել, որպես կառավարիչ, քան այսօրվա կառավարիչը։ Ես այդպիսի կարծիք չունեմ։ Նախագահ, այս պրոցեսներին պետք է ակնկալել դրսի ուժերի աջակցություն, կոնսենսուս եւ այլն, թե չպետք է սպասել։ Գիտեք, որևէ դրսի ուժ առանց ներսի որևէ բան անել չի կարող։ Այո, դրսի ուժերի օժանդակությունը շատ կարևոր է, բայց ես չեմ տեսնում այսօրվա այս օժանդակությունը, այդ օժանդակությունը, այդ չափով, որ բավարար լինի, բայց վստահ եմ, եթե մենք մեր ուժերի ամբողջ լարվածությամբ մտնենք պայքարի մեջ, միանշանակ կգտնվեն նաև տարբեր աշխարհամասերում, տարբեր տեղերում ուժեր, մարդիկ, ովքեր սատարեն այդ շարժումը, ես դրանում չեմ կասկածում։ Այս համատեքստում Լավրովի այսօրվա հայտարարությունը, որ ազնիվ չէ իրենց մեղադրել Արցախը հանձնելու մեջ, իրենք այդ մասին լրատվամիջոցներից են տեղեկացել, արդյոք պետք է համարել պրոլոգ, որ ամեն դեպքում վստահություն չկա նաև այդ խոսույթը ձևավորող իշխանությունների հանդեպ։ Ես չեմ կարծում, որ դա Լավրովի այդ ասածը կամ ռուսական զենքերի մասին հայտարարությունը։ Ոնց որ ասում են դրոշով թափահարումը, որ ստարտուվածավ ազգ գնացեք, ոչ, դա չեմ համարում, ես համարում եմ այդ հայտարարությունը արդարացի, բա եթե դաշնակիցն է մեր, բա եթե բանակցում էին եռակող, իսկ մենք շատ ենք, չէ, տարիներով ականատես ենք եղել եռակող բանակցությունների, ու հետո գնում են մեկ այլ տեղ մեկ այլ հայտարարություն են անում։ Արդյոք այդ բանակցության կողմերից մեկը չպետք է ասի, եթե մեզ մարդատեղ չեք դնում, մեզնից ինչ եք ուզում։ Բայց իրանք ասում են он не предатель։ Ասում էին։ Արդյոք ես դա արդարացնում եմ, չեմ արդարացնում։ Եվ մի հարցել օրինակ Արցախին կապված հիմա, եթե դու կամ պարոն Քոչարյանը կամ համատեղ ձեզ զանից որևէ թիմի հաջողվի իշխանության գալ, օրինակ դուք կարող եք էական հարցեր կողմել, արցախցիների վերադարձի հավաքական իրավունքի հարցը առաջ մղել, հաջողության հասնել, այսինքն այդ կարևոր արտաքին հարցերի հետ կապված, Հայաստանի անվտանգության հետ կապված դուք կարող եք շրջադարձային փոփոխություններ անել։ Եվ ինչպես եք պատկերացնում։ Ես քիչ առաջ ասեցի, որ ես հավակնություն չունեմ եւ ոչ էլ ցանկություն, որովհետեւ գիտեք, այդ բառերը հայերենում տարբեր նշանակություններ ունեն։ Եվ 18-ին նաև դրանում էին փորձում ինձ մեղադրել հայերենին վատ տիրապետելով։ Ես ասում եմ, ես չեմ լինելու, եթե որևէ մեկը գա իշխանության, որևէ քաղաքական ուժ, եւ տեսնեմ, որ այդ քաղաքական ուժը աշխատում է ի օգուտ, ի նպաստ Հայաստանի, եւ եթե իրենք կարիք ունենան իմ խորհուրդների, այսպես խորհուրդներ ստանալ ինձնից, իմ խորհուրդների կարիք ունենան, ես ընդհանրապես խորհրդատուի դերով կարող եմ հանդես գալ, հաշվի առնելով իմ անցած ճանապարհը։ Եթե ոչ, ապա ես կարծում եմ, որ արդեն իմ ժամանակն է, մի քիչ էլ ինձ նոր զբաղվելու, հանգստով եւ այլ հնարավոր շրջադարձային քայլեր անել, եթե հնարավորություն կա, հիմա Հայաստան ունի այդ հնարավորությունը։ Ոչինչ երբեք հնարավոր չի բացառել եւ ես չեմ կարծում, որ նույնիսկ 30-ականներին, անցյալ դարի 40-ականներին, ես չեմ ասում անհատներին, որովհետև ես տեղյակ եմ, որովհետև այդ ժամանակահատվածներում էլ Հայաստանի մի շարք ղեկավարներ գրավոր դիմել են Մոսկվա, Ղարաբաղը Հայաստանի միացնելու հարցով, բայց լայն հասարակությունը երբեք դրանով հենց առանձնապես չի զբաղվել, որովհետև շատ-շատերը համարել են, որ դա վերջնական է եւ վերջ։ Եթե լինեն անհատներ, լինեն քաղաքական ուժեր,
ովքեր այդ գաղափարը վար կպահեն։ Ես վստահ եմ, որ մի օր այդ գաղափարով հետաքրվելու են ուժեր, նաև Հայաստանից դուրս եւ հնարավոր լինելու այդ գաղափարը իրականություն դարձնել։ Այսօր, եթե նույնիսկ Ադրբեջանի ղեկավարությունն ասի, դա ես բոլոր արցախցիներին, բոլոր ղարաբաղցիներին, ովքեր գան, աղոհացով են դիմավորելու։ Ես չեմ կարծում, որ մի քանի 100 մարդուց ավելի կհամաձայնվեն գնալ այնտեղ, որովհետև երեխայի հարց կա, ընտանիքի հարց կա, վերաբերմունքի հարց կա եւ այլն։ Այդ վերադարձը անպայման պետք է ամրապնդված լինի միջազգային դերակատարներով։ Ուրիշ կերպ հնարավոր չի։ Դուք հիմա եք պնդում, որ Արցախի էջը փակված չէ, եւ եթե փակված չէ, 10 րոպե այդ մասին խոսեցի։ Եթե փակված չէ, ապա ինչպես պիտի վերադարձվի։ Բացեցի։ Դուք ասում եք միջազգային դերակատարների իշխանությունները խոսում են Միսկի խումբը լուծարելու մասին։ Էլ ինչ ճանապարհ կա, եթե Միսկի խումբը օրինակ լուծարվի։ Դուք չեք հոգնել, ես կարծում եմ բոլոր արդեն հոգնել են այս կառավարիչների, դուք իշխանությունները եք ասում, ես կառավարիչներ եմ ասում, սրանց թերությունները արձանագրելով, բայց ինչի քան մատում, հետո եկող կառավարությունը, հետո եկող վարչապետը նույն կերպ ամտածել։ Ամեն ինչ կարող է, դրա համար էլ ասում եմ, բոլորդ միավորվեք, գնանք փորձենք իմպիչմենտ անենք, որ այդ անդառնալի փոփոխությունները չլինի։ Բայց ասածս է դա։ Պարոն Սարգսյան, այս կառավարիչների դեպքում միայն թերություն է, թե նաև դավաճանություն։ Այս ամեն ինչ տեղի ունեցավ նաև դավաճանության հետևանք է, թե միայն թերությունն է։ Ես հակված չեմ։ Իհարկե մեկ-մեկ ես էլ եմ այդ բառը օգտագործում սրանց հասցեին, բայց ես շատ հակված չեմ առանց թղթային, հաստատթղթային ապացույցի ասել, որ սա 100%-ով էսպիսին է։ Բայց ուրանալու, որոշակի արժեքներ հայրենի։ Դու մի րոպե հասկացում եք, որ սրանք ուրանում են ամեն ինչը։ Եթե սրանք ուրանում են Հայաստանի անկախության հռչակագիրը, եթե սրանք ուրանում են հարյուրավոր մեզ համար, մեր ժողովրդի համար կենսական անհրաժեշտության հարցեր, երբ որ կասկածի տակ են դնում ցեղասպանության փաստը, այսինքն ստեղ ինչ խնդիր կա էլի, այսինքն մտածելու շատ երկար մտածելու։ Դա նաև դավաճանություն չէ։ Բա ինչ է։ Արցախը ամեն ինչ է։ Ադրբեջանի մասը։ Բայց դավաճանությունը նորից եմ ասում, ինչպես տեսա, դու բանարեցիր, չէ՞ ուղեցիր, հա։ Քաղաքական թե ինչ դավաճանություն, տենց բաներ ասեցիր, քաղաքական է։ Հիմա Աննախագահ։ Իրանք իրանց ասածներն են։ Իրանք ասածներն են։ Միշտ փորձում հաջորդ սփով հերքել։ Հետո այդ երկրորդը հաջորդ սփով առաջ երկուսը հերքել։ Բայց ինչ է։ Պարոն նախագահ, ձեր թույլտվությամբ թերևս վերջին հարցը 2020 թվականին։ Դուք էստեղ շեֆ եք։ Այսօր բոլորը եկել են այն կառույց, որտեղ ըստեյության երկու հոգի են մշտապես։ Որովհետև առաջին անգամ ինձ շեֆ անվանեցին, դրա համար եմ ասում, ուզում եմ ասել, որ ես մեր կուսակցության շեֆը չեմ։ Ես ՀԿ-ի նախագահն եմ եւ պաշտոնաթող հանրապետության երրորդ նախագահ։ Ես ձեր թույլտվությամբ միայն շեֆը չեմ վերագրում։ Ձեր թույլտվությամբ պարոն նախագահ 2020 թվականին դուք բավականին աղմկարույց հայտարարություն արեցիք կապված, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմի օրերին 1 զրահաբաճկոնը $600 էր գնել։ Այդ հայտարարությունից անմիջապես հետո որոշ ժամանակ հետո Նայիրի Սարգսյանն ընդհանրապես ազատվեց պաշտոնից։ Բայց մեզ այդպես էլ անհայտ մնաց։ Օգնեք պարոն նախագահ, մեզ տեսնեք այդ զրահաբաճկոնների պատմությունը, այդ ինչ պատմություն է։ Բարձ պատմություն է, եթե չեմ սխալվում, փաստաթուղթել ենք մենք հրապարակել, այսինքն կառավարությունը ուղիղ, ոնց ասեմ, հա, ուղիղ ճանապարհով, այսինքն ամբողջ կառավարությունը, եթե չեմ սխալվում, կառավարիչի օգնականը, մեկ անձից գնում է կատարել, եւ իմ պատկերացումներով այդ զրահաբաճկոնները այդքան չարժեին, բայց ամենակարևորը արժեին չարժեին։ Ինչու է կառավարությունը այդ գնումը կատարում։ Դրա համար պաշտպանության նախարարություն կա եւ այլն եւ այլն։ Դրանից պարզ, էլ ինչ կարա լինի։ Փաստաթուղթը որ խնդրեմ կտակ,
Օ, ես չգիտեմ, մնացել է թե չէ, բայց վստահ եմ, այստեղ առնվազն 5-6 լրագրող կա, որ իրենց խմբագրությունում այդ փաստաթուղթը կա։ Եթե էլեկտրոնայինը 100%-ով է։ Բայց ես խոստանում եմ ձեզ, Ժողովուրդ օրաթերթից եմ։ Ես խոստանում եմ գտնել եւ ձեզ ուղարկել։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի մոտեցումների տարբերության հետ կապված հայտարարություն էի կարել, բավականին քննադատվեց այդ առումով, ինչ կարող եք ասել։ Ասում են փորձերը Լևոն Տեր-Պետրոսյանին մաքրելու եւ հնարավոր կոալիցիա են տեսնում ընդդեմ Քոչարյանի։ Ես ասում եմ այնինչ կա քննարկումների առանցքում։ Դա զավեշտական է, դա ծիծաղելի է, որտեղ նախ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ մեկի կարիքը չունի, եթե անհրաժեշտություն կա մաքրվելու։ Ինչ եք ուզում Լևոն Տեր-Պետրոսյանից, արդեն տևական ժամանակա չկա քաղաքականության մեջ։ 80 տարեկան Աստված ևս մի 10-20 տարի կյանք տա։ Այսինքն, եթե ես նպատակ ունենայի, ցանկություն ունենայի միավորվելու, եթե հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանը բազմաթիվ նախաձեռնություններ է ունեցել, եւ միջև ընտրություններ, եւ ընտրություններից հետո ես կմիանայի։ Ասենք ես ինչ-որ մեկից վախեցել եմ, չեմ միավորվել։ Ինչի մասին է խոսքը։ Միշտ պետք է լավին լավ ասել, վատին էլ վատ։ Այլ ոչ թե եթե մեկը քեզ մի ժամանակ ինչ-որ մի վատ բան ասել, ամբողջ կյանքում նրան վատ ասես։ Ես չունեմ այդ բնավորությունը։ Չունեմ այդ բնավորությունը։ Իդեպ այս թեման պարոն Սարգսյան շատ է խոսում, որ դուք Տեր-Պետրոսյանի հետ ավելի լավ հարաբերություններ ունեք, չնայած որ 2008-ին Տեր-Պետրոսյանը ձեր դեմ էր պայքարում, ինչ ասես ասում էր, քան երկրորդ նախագահի հետ։ Այսա ինչով է պարոնված։ Այս պահին։ Առասարակ վերջին շրջանում, վերջին տարիներին։ Վերջին շրջաններից չգիտեմ, ես արդեն քանի տարի է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույնիսկ հեռախոսով չեմ խոսել։ Այդ ով է հնարել։ Եվ հետո ինչու պետք է հակադրել իմ հարաբերությունները Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իմ հարաբերություններին Ռոբերտ Քոչարյանի հետ կամ մեկ ուրիշի հետ։ Ասում են նույնիսկ աջակցում եք կամ ֆինանսավորում եք իրենց ընտրությունների ընթացքում լավ հարաբերություն, այսպես մամուլում հրապարակումներ են։ Դե գիտեք, ես չգիտեմ դա ով է ասում, ով որ ասում է, երևի ինքը շատ ֆինանսներ ունի, եւ կարող է էլի sense արձախ ֆինանսները բան ասել։ Պարոն նախագահ, հնարավորությունները չունեն։ Բայց ասում մեծ թիմ է։ Պարոն նախագահ, ասում են։ Պարոն նախագահ, Ասել է ձեզ են ֆինանսավորում, դու դեռ ինչ որ թիմում աշխատում։ Պարոն նախագահ, թեև նշում եք, որ հավակնություն չունեք իշխանության, ամեն դեպքում կոնկրետ շրջանակներ հանրային ակնկալիքներ ունեն ձեզնից, ինչքան էլ կողքից հայտարարեն, թե հարց լուծողներ կան եւ այլն, հենց ուղիղ դեմքերով, այդ մարդկանց ակնկալիքները ինչպես պիտի արդարանան։ Այսինքն հենց ձեզնից են սպասում կոնկրետ լուծումներ։ Այդ մարդիկ ինձ համակրում են, որպեսզի ինչ անենք, որպեսզի մենք իշխանությունը ունենք, իրենք էլ այդ իշխանությունից օգտվեն։ Չէ, մեզ այդպիսի մարդիկ պետք չեն։ Դրա համար մենք շատ հստակ հայտարարել ենք, որ իշխանություն չենք ուզում։ Պարզ քաղաքացիներ էլ կան, պարոն նախագահ, որոնք ակնկալում են, որ ձեր առաջնորդությամբ ինչ-որ լուծումներ կլինեն։ Եթե համակրում են, մենք պատրաստ ենք միշտ հանդիպել այդ համակրողների հետ։ Մենք պատրաստ ենք իրենց հետ խոսել, խորհրդակցել, մեր կարծիքն ասել։ Բայց երբ որ այդ համակիրների բանակը շատ մեծ կլինի, այն ժամանակ մենք կառաջարկենք մեր գաղափարակիցներից մեկին, ասենք, որ սիրելի ժողովուրդ, այս մեր գաղափարակիցը կարող է կառավարել այս հանրապետությունը, մենք էլ իրեն ծառա։ Ոչ թե ինչպես այդ ուժեղ խմբակցության պատգամավորներից մեկը ասեց, որ իբր ես ձգտում եմ լինել Հայաստանում Իվանիշվիլի, ինչպես Վրաստանում Բիձինա Իվանիշվիլին, ինչ ուղղակի, ինչ ասեմ, absurd է, էլի, absurd։ Այդ նման մարդիկ միշտ արտահայտում են, փորձում են ուրիշին վերագրել, այն ինչ որ իրանց հոգու խորքում է։ Դա ծիծաղելի է դա։ Երբ խոսեց համակիրներից, ուզում նաև այն մյուս խմբի մարդկանց կամ քաղաքական գործիչների ասածները ուղղակի հարցնել դրա մասին, տեսեք նաև այսպես են ասում, որ նախկինները, այսինքն Հայաստանի երկրորդ պաշտոնատվող նախագահներն ու գործող իշխանությունը իրար հոգու ջրի պես պետք են, որովհետև այդ փոխադարձ վեճի մեջ ամրանում է Նիկոլ Փաշինյանը,
Նաև ասում են ինչու չեն հեռանում դաշտից թե գործողը թե նախկինները, որ նոր ուժեր գան եւ մարդիկ այլընտրանք ունենան։ Հեռանալու ընդհանրապես, որ հանրապետականը ոչ մի process-ի չմատնացի։ Դրա մասին մտածել եք, թե դասական օրինակ։ Դրա մասին որ է դասասների մասին, թե հեռանալու մասին։ Երբ որ ես զգամ, որ ես Հայաստանի Հանրապետական կուսակցությանը դեռ եմ, ես վարկյան անգամ չեմ հապաղում, երբ որ ես տեսնեմ, բայց երբ որ ես ինքս տեսնում եմ, իմ ընկերների վերաբերմունքն եմ տեսնում, ես դա ուղղակի տմարդի արարք կհամարի, եթե հիմա գնայի մեր տանը նստեի։ Գիտեք, ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր համարում են, թե Հայաստանի քաղաքական դաշտը մի մարդատար մեքենա է, այսինքն մենք նստել ենք այդ մեքենա, այլևս իրանց համար տեղ չկա, ասում են իջեք մենք անք նստենք։ Բայց այս դաշտը ազատ է, թող դրսևորվեն, թող համախոհներ ձեռք բերեն, թող համակիրներ ձեռք բերեն, թող իրանց խելացի խոսքերով մարդկանց գրավեն դեպի իրենց ով է խանգարում։ Եվ այդ ասողներն ովքեր են, ես մի անգամ դրանք անդրադառնամ, էլի ոտի վրա չանդրադառնամ, իրանց գնահատականները գտամ։ Ես եմ ձեզ շնորհակալ, բայց ես կարծում եմ դուք պրոստը ձեր հարցերը ուղղակի, ձեր հարցերը սպառում եք, որտեղ ինչպես տեսակ դեռևս դատեր են ունենալու, էլի կարծում։ Եթե նեղություն չլինի գալու եք։ Նախագահ ներողություն ասելիս չեք նախատեսում։ Ոչ, ես մի ուրիշ ձև կընտրեմ։ Մի ուրիշ ձև կընտրեմ, բոլորդ։ Դուք այլ Ոչ միայն ձևաչափով դուք, հարցերի այլ նաև ձեր ամբողջ շրջապատը հնարավորություն կունենա ինձ հարցեր տալու։ Ես կարծում եմ դա ավելի ճիշտ մոտեցում է, քան այլ ձևաչափը։ Դուք այլ ձևաչափով կընտրող հարցեր Երկար լինի ու ծավալում, պարոն Սարգսյան։ Դե ես տենց չեմ կարծում, նոր դատավորը հարցրեց իմ առողջության մասին, ասի ամեն ինչ ոնց որ տեղն է, էլի։ Հետո 3-4 ժամ լինի, ինչ է եղել։ Դե թույլ չեն տալիս, որ մեկնեք երկրից, Թույլ չեն տալիս, վաղուց չեն տալիս, ցավոք սրտի։ Նախագահ, ես Մանվել Գրիգորյանի մասին եմ ուզում հարցնել։ Մանվել Գրիգորյանի մասին եմ ուզում հարցնել, քանի որ դուք վերջերս անդրադարձել եք, բայց այնտեղ էլի վիճահարույց բաներ կարծում եք, Մանվել Գրիգորյանը ինքն է խնդրել, որ կողմ քննարկի։ Դրանում ինչպես համոզվենք, որովհետև գեներալը ցավոք սրտի չկա եւ տեսանք, որ հանրապետականի կողմից աջակցություն մեծամասամբ չեղավ։ Ես հայտարարություն նկատի չունեմ, որովհետև հայտարարություն եղել է, բայց օրինակ դատարանում մենք չենք տեսել շատ հանրապետականների, ովքեր կասեին, որ գեներալին անիրավի դատում են։ Շատ հանրապետականների ասեցի, պարոն Շարմազանով։ Դավիթ Մկրտչյանը այստեղ է գնացել է, այդ չի գնացել, որ գրեթե ամենօրյա ռեժիմով Դավիթ Մկրտչյանը Մանվել Գրիգորյանի հետ էր եւ գիտեր նրա բոլոր Դավիթ ջան, խնդրում եմ էլի, այս ժողովրդի հարցին պատասխանեք էլի, կապված Մանվելի հետ, ասում ինչով կարող եք համոզել, որ դուք կողմ չեք եղել, որ Մանվել Գրիգորյանին ստացին։ Ասում են չեք ներե, որ ասել են հանրապետական կուսակցության հետ։ Ուրեմն լսեք ասեմ, Մանվել Գրիգորյանի համար երկու մարդ գոյություն ուներ, Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը։ Մանվել Գրիգորյանը անձամբ ինքը դիմեր հանրապետականին, որ կողմ քվեարկեն, գրավոր այդ բանն էլ կա։ Ու դա ինձ անձամբ ասել է Մանվել Գրիգորյանը։ Այսինքն մեզ կարակ տակեք։ Իհարկե կարանք։ Այդ ինձ անձամբ ասել է Մանվել Կարևոր ներդաշնակ